շատ դժվար եմ պատկերացնում, բայց իհարկե այդ հարցը թող ուղղվի մայրաթոռին։ Ამ դեպքում ես կարող եմ մի բան ասել, որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, ես անասելի ցավ եմ զգում, երբ վեհափառ հայրապետի նկատմամբ նման ապօրինություն է տեղի ունենում, երբ մեր սրբազան հայրերի նկատմամբ նման անասելի միջամտություն է տեղի ունենում, որոնցից ոչ մեկը ոչ իրավական տրամաբանություն ունի, ոչ էլ ընդհանրապես տրամաբանություն ունի։ Ազգային ժողովում ամեն ինչ կիսատ եք թողել, եկել եք հայոց հայրապետի դատին մասնակցելու, դրա հետ կապված ինչ կասեք։ Կարծում եմ այստեղ ինչ որ հատուկ բան չկա, որ ասենք։ Կարծում եմ շատ նորմալ է եւ վստահ եմ այդպես էլ պետք է լիներ, բայց ես Վարդևանյանն եմ։ Պարոն Վարդևանյան, հիմա որ դռները փակ են բոլորի առաջ, կարծես թե վեհափառը պետք է ներս մտներ, մտավ ու փակեցին, դրան ոնց է կան։ Հաշվի առեք դատական նիստերի դահլիճները ընդհանուր առմամբ ունեն որոշակի ծավալ եւ մակերեսի խնդիրել է լինում։ Սա ընդհանրապես դատաիրավական համակարգի խնդիրներից մեկն է։ Դրանով է պայմանավորված, այլ բացատրություն այստեղ չեմ տեսնի։ Դատավորից, գիտեք, այստեղ մի քիչ դատավարական իմաստով էլ դժվարություն կա, բայց կարծում եմ այդ մասով էլ պետք է, չէ, իդեպ չեմ ճանաչում, բայց կարծում եմ այդ տեսանկյունից կարելի է ասել, որ փաստաբանները, պաշտպանները, որոնք ներկայացնելու են վեհափառ հայրապետի շահերը, ինքնին այս նախադասությունը ասում եմ տարօրինակի ահավոր հնչում, աբսուրդային, ինչևէ իրենք առավել քան պատշաճ ինչ անհրաժեշտ է եւ պետք է իրականացնել, կիրականացնել։ Մի բան Վարդևանյան, իսկ ըստ էության դատարանը ինչպիսի վիճակ կկայացնի ըստ ձեզ եւ ընթացակարգերը Աջակցի ինչ է նախատեսում։ Գիտեք, ես կարծում եմ դեռ վաղ է դրա մասին խոսել, ի վերջո նախնական դատալսումների փուլում, բարև ձեզ, նախնական դատալսումների փուլում գոյություն ունի նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունը։ Հուսանք նման գործիքակազմը։ Այդ հոդվածը, որով մեղադրվում է կաթողիկոսը, եթե մեր հեռուստադիտողների համար ասեք, ինքը ինչ է ներկայացնում, ազատազրկում նախատեսում է, թե տուգան եւ այլն։ Անկեղծ եմ ասում, չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետեւ մենք դրանով կարծես կենսունակություն տանք այս վարույթին։ Բայց փաստը նա է, որ կա ապօրինություն։ Փաստը նա է, որ կա տիտանական ապօրինություն, հետևաբար խնդրում եմ նշվածի տիրույթում նույնիսկ հարցը չդիտարկենք, անկեղծ եմ ասում։ Մասնագիտական առումով շատ պարզ եւ դյուրին պատասխաններ կարելի է տալ, բայց սա այդ տիրույթը չի։ Անկեղծ։ Պարոն Վարդևանյան, ձեզ իշխանությունները կգնան կաթողիկոսի վեհափառ հայրապետի կալանավորմանը։ Իհարկե վերջ չկա աբսուրդին, բայց ես կարծում եմ գոնե նվազագույն ինչ որ կարմիր գծեր ընկալելիության տեսանկյունից պետք է լինի։ Վեհափառին ավազանի անով լինելը ինչ են ստանում ցույց տալ, որ չեն ընդունում։ Ես այն օրը ելույթի շրջանակում անդրադարձա, որ նույնիսկ քննիչ դատախազները իրենցից ավելի բարձր ընկալելիություն են ունեցել այս հարցի վերաբերյալ, որը ինչ որտեղ զարմանալի է, չէ՞, որտեղ իրենք են այս քրեական վարույթին ընթացք տվել, բայց գոնե դա չեն արել։ Չգիտեմ, այսինքն դրանով ինչ են ուզում ապացուցած լինեն կամ ինչ են ուզում ցույց տված լինեն։ Ես եմ շնորհակալ ժողովրդին։ Եկեղեցու եւ իշխանության հեղինակության վրա ինչպես կանդրադառնա։ Ես կարծում եմ ոչ մի ազդեցություն չի ունենալու